Սաղմոս 149, երրորդ խոսքից. Թող նրա անունը պարով փառաբանեն, թմբուկով և քնարով սաղմոս թող ասեն նրան, քանի որ Տերը հաճույք է ստանում իր ժողովրդից, հեզերին փրկությամբ է զարդարելու։ Ամեն։ Կարող ենք ողջունել Տիրոջ այս վայրի մեջ սիրելի եկեղեցի, տուր նրան փառք և շնորհակալ եղիր, որ նա այսօր շնորհ է արել իր առջև կանգնել։ Ամեն։ Կարող ես թեքվել կողքինիդ ողջունել, եթե չես հասցրել, թեքվենք իրար ասենք ուրախ եմ քեզ Տիրոջ տան մեջ այսօր տեսնել և այս երգի խոսքերի համաձայն ասենք եկ արքային մեծ արենք, եկ նրա առջև խոնարհվենք, որովհետև նա արժանի է։ Կարող ես բարձր ասել նա արժանի է։ Ամեն, դուր նրան արժանի ծափարություն, փառաբանություն և եկ նա պաշտենք ողջ սրտով, հալելույա։ Չդադարեցնել սիրելի եկեղեցի, նրան տան գովասան և միասին մեծ արենք նրան, որովհետև նա արժանի է։ Հալելույա։
Գիտեք, մտքից գալիս է, որ գնում ենք ինչ-որ մեկի խնջույքին, ինչ-որ մեկի առիթին, գնում ենք լավագույնս պատրաստված, չէ, կանայք գնում ենք շպարված, գեղեցիկ հագնված, մտածում ենք, որ սիրուն պիտի լինենք, որովհետև առիթի ենք, չէ, այդպես ենք գնում, պատրաստված, բայց որքան առավել Տիրոջ առջև գալուն եւ այն մեծ հարսանիքին պատրաստվելուն պիտի ավելի պատրաստված գանք, ամեն, պիտի մեր դահլիճի մեջ այս ձայները լսվի, ոչ թե կանգնենք եւ մեր մտքի մեջ երգենք, այլ չմտածենք, թե լավ եմ երգում կամ վատ եմ երգում։ Նրան տանք փառք, որովհետեւ նա է արժանի։ Ամեն, այն առիթները, որ գնում ենք, այն հարսանիքները, խնջույքները, ծնունդները, որ գնում ենք, լավ է, որ գնում ենք, բայց այդ որ գնում ենք, դրա շնորհն անգամ Աստված է տվել, այդ օրը արթնանալ Աստված է տվել, որքան առավել այս մեծ հարսանիքին պիտի պատրաստվենք, կարող ենք մեր ծափերը ուժեղ անել, մեր խոսքը, մեր գովքը Տիրոջը տալ եւ ասել Տեր քեզ պաշտելու եմ եւ իմ ձեռքերը չպիտի դադարեն քեզ ծափահարելուց եւ չպիտի դադարեն իջնելուց, այլ պիտի փառք տամ քեզ, ինչպես որ պարում եմ առիթների առիթներին, այդպես պիտի քո առջև պարեմ, որովհետեւ դու ես արժանի, ամեն միասին ասենք Շնորհակալ ենք Տիրոջը, եկեք խոնարհեցնենք մեր գլուխները մի պահ Տիրոջը շարունակելու, օրհնել, մեծարել, երկրպագել, ամեն։ Եվ ինչու՞ չէ, նաև ասել Տեր, ներիր մեզ, որ շատ անգամ կարևորություն չենք տալիս, Տեր։ Քո առջև պատրաստված գալու, քո առջև մեր սիրտ ամբողջությամբ բացված գալու, Տեր։ Բայց դու ամեն անգամ պատրաստված գալիս ես։ Դու նույն ես երեկ, այսօր եւ հավիտյան, բայց քո օրհնությունները նոր են ամեն օր։ Այն ելքերը, որոնք դու տալիս ես մեր խնդիրներին, նոր են ամեն օր։ Դու ամեն օր նորովի գործում ես մեր մեջ, Տեր։ Եվ մենք շնորհակալ ենք քեզ, Հիսուս։ Փառք ենք բարձրացնում քո անվանը, որովհետև դու հավատարիմ Աստված ես։ Այսօր ուզում ենք առավել, քան երբևէ, Տեր, մոտենալ եւ զգալ քո քաղցր ներկայությունը, որը դու իջեցնում ես քո սուրբերի համար։ Սիրելիներ, հենց Սաղմոսը, որ կարդացի, ասում է Տերը հաճույք է ստանում իր ժողովրդից։ Սա շատ պատասխանատու խոսք է։ Պիտի այնպես նրան երկրպագենք, որ նա հաճույք ստանա իմ ու քո երկրպագությունից, ամեն։ Ինչպես զավակ, որ ուզում է իր հոր սիրտը ուրախացնել, որ ուզում է նրան հպարտացնել, ուզում է, որ նա ցնծա իրենով, ամեն։ Մենք էլ այդպես այսօր նրա առջև կանգնենք, ասենք Հայր, ուզում եմ, որ դու հաճույք ստանաս այս ծառայությունից, որովհետև դու եկել ես արդեն և սպասում ես մեզ, և մենք էլ ուզում ենք քեզ մոտենալ։ Շնորհակալ ենք, Հայր։ Շնորհակալ ենք, Հիսուս։ Տարածիր ձեռքերդ, սիրելի եկեղեցի։ Փակիր աչքերդ։
ամեն մեկս փնտրենք նրան այսօր։ Կանչենք նրան այսօր։ Շնորհակալ ենք Հիսուս։ Շնորհակալ ենք Հիսուս։ Աստված մեր եւ Հայր մեր, օգնիր մեզ արքա մեզ ուշ տուր ու քաշիր մեզ, օգնիր մեզ մոտենալ քեզ, Աստված մեր եւ Հայր մեր, օգնիր մեզ արքա մեր, պահիր մեզ քո կամքի մեջ, պահիր մեզ քո խոսքի մեջ, քո շնորհքն է պահողը, քո ձեռքն է օգնողը, ամեն անգամ զորացնողը, քո շնորհքն է լցնողը, քո ձեռքն է օգնողը, ամեն անգամ մեզ հիացնողը, քո շնորհքն է պահողը, քո ձեռքն է օգնողը, ամեն անգամ զորացնողը, քո շնորհքն է լցնողը, քո ձեռքն է օգնողը, ամեն անգամ մեզ հիացնողը, Աստված մեր եւ Հայր մեր, խնդրիր նրան այսօր, օգնիր մեզ արքա մեզ երկ տուր գովելու քեզ, մեզ երկ տուր օրհնելու քեզ, Աստված մեր եւ Հայր մեր, սա խնդրում եմ Տեր, օգնիր մեզ արքա մեզ երկ տուր գովելու քեզ, մեզ երկ տուր օրհնելու քեզ, քո շնորհքն է պահողը, քո ձեռքն է օգնողը, ամեն անգամ զորացնողը, քո շնորհքն է լցնողը, քո ձեռքն է օգնողը, ամեն անգամ մեզ հիացնողը, քո շնորհքն է պահողը, քո ձեռքն է օգնողը, ամեն անգամ զորացնողը, քո շնորհքն է լցնողը, քո ձեռքն է օգնողը, ամեն անգամ մեզ հիացնողը, դահլիճի երգի, քո շնորհքն է պահողը, քո ձեռքն է ամեն անգամ, սա հավատարմորեն Տեր, ամեն անգամ, քո շնորհքն է, քո շնորհքն է պահողը, քո ձեռքն է ամեն անգամ զորացնողը, քո շնորհքն է լցնողը, քո ձեռքն է, ամեն
մահից փրկել, անգամ իր ամենալավը տալով, իր որդուն ուղարկելով, նա ամեն օր փրկում է ինձ և քեզ։ Ամեն անգամ մեզնի անցնող, նորից ասենք քո շնորհքն է, պահողը, քո ձեռքն է, օգնողը, ամեն անգամ զորացնողը, քո շնորհքն է լցնողը, քո ձեռքն է օգնողը, ամեն անգամ մեզ զիացնողը, Աստված մեր և հայր մեր։ Շարունակում ենք քեզ երկրպագել Տեր և տալիս ենք քեզ փառք, որովհետև արժանի ես։ Մենք չենք դադարի կրկնել, որ դու արժանի ես, Հայր։ Չենք դադարի կրկնել, որ դու արժանի ես։ Շնորհակալ ենք, Հիսուս։ Կարող ես քո ձայնը բարձրացնել և օրհնել նրան եկեղեցի։ Քո աղոթքը բարձրացրու։ Սուրբ Հոգին այստեղ է, իջած մեզ վրա, որովհետև իր խոսքի համաձայն, որտեղ 2-3 հոգի հավաքվի, ես այնտեղ ներկա եմ։ Հավատա այս խոսքին, սիրելի քույր եղբայրս, նա ներկա է այսօր իմ և քեզ մեջ։ Նա այստեղ է։ Նրան ասա փառք ես Հիսուս։ Քո ձեռքն է պահողը, քո ձեռքն է օրհնողը, և դա միայն ձեռքն է, որից ուզում ենք կառչել։ Շնորհակալ ենք, Հայր։ Քեզ փառք ենք բարձրացնում այսօր։ Փառք ես Հիսուս։ Փառք ես Հիսուս։ Միասին ասենք. Ես երգեմ անվանդ փառք, ով Տեր, սուրբ անվանդ փառք, ով Տեր, քեզ կօրհնեմ հավետ, անունդ Yes, get came
անգամ դուր նրան փառ, եւս մեկ անգամ դուր նրան փառ, ամեն, արժանի է Տերը, ամեն։ Փառք Հիսուսին, օրհնված ենք Աստծո ժողովուրդ, ամեն Տերը օրհնի, ինչ լավ փառաբանություն ունենք։ Մենք, ինչպես գիտեք, ունենք նվերների բաժին եւ միշտ մտածել եմ, թե ինչ կապ ունի օրինակ նվերը կամ ընծան կամ ֆինանսը օրհնության հետ։ Սա նյութական է, օրհնությունները հոգեվոր բաներ են։ Արյուտես Սուրբ Գիրքը ցույց է տալի, որ իրականից կապ ունեն իրար հետ։ Եվ երբ որ աղոթք ենք անում, հիշեցի Հակոբին կհիշեք, որ ծեր էր, տարիքը արդեն մեռնելու մոտ էր եւ իր որդիներին կանչեց Իսահակը։ Իր որդիներին կանչեց Հակոբին եւ Եսավին, ասեց, Եսավին պատվերեց, ասեց. գնա որս արա, բեր քո սարքած որսից ուտեմ, քեզ օրհնեմ ու մեռնեմ։ Հետաքրքիր է։ Չէր կարա, սիրելի Իսահակ, առանց որսի միսը ուտելու օրհնես։ Ինչի՞ պետք է ուտեիր, նոր օրհնեիր։ Այս մարդը մեղ չի գնա այդքան չարչարվի, օրհնելի խոսալա, քեզանից ինչ ա գնա, բայց չէ, սրա մեջ հոգևոր խորհուրդ կա, սրա մեջ գաղտնիք կա։ Այո, երբ որ Սուրբ Գիրքը նայում ենք, բոլոր դեպքերում, անգամ երբ որ հրեշտակներն եկան Աբրահամին այցելության, Աբրահամ ասեց, սպասիր, ուր մորթենք, չէ, խաշլամա դրեց, լավ համով, սառան պատրաստեց, ասում է կերան եւ ինչ արեց, օրհնեց։ Եվ նման դեպքերը շատ են, այսինքն գիտեք, երբ որ մարդը, օրինակ շատ մարդ, երբ որ սեփական տուն ունի, ինչ անում, առաջի բաներից մեկը ծառ տնկում։ Մենք երբ որ տուն տեղափոխվեցինք, առաջի բանը, որ մեր հետ տեղափոխեցինք, ծառներն էր։ Մեկ ուրիշ տնից հետներս ծառ տարանք, առաջի բան լա դեռ մենք չենք ապրում, բայց ծառները տնկեցինք։ Ուրեմն Աստված միշտ էս ձև է, երբ որ մարդիկ Աստծո տան մեջ հաստատվում են, Աստված ուզում է այդ մարդու աշխատանքի պտուղը, ձեռքի պտուղից օրհնվի եւ օրհնի մարդուն։ Օրինակ, այն մարդիկ կերան եւ օրհնեցին։ Իսահակը կերավ եւ օրհնեց։ Չէ՞։ Աբրահամին այցելած մարդիկ պտուղը, որս այդ միսը ինչ որ էր, կերան եւ օրհնեցին։ Եվ նույնն էլ Աստված, ոչ մի բան չի փոխվել, նույնն է։ Երբ որ մենք մեր ձեռքի աշխատանքը նվեր ենք բերում Աստծուն, Աստված էլ հոգևոր աշխարհի մեջ տեսնում է, ուտում է այս ձև ասած եւ մեզ օրհնում է։ Սա փոխադարձ է, սիրելիներ։ Եթե մի մարդ Աստծո խոսքը ասում է, որ այս բանի մեջ հոժարություն չունի, թող չանի։ Տեսեք, Նոր կտականի մեջ 2 Կորինթոս 9-րդ գլուխ, այս 9-րդ գլուխը բոլորը նվիրատվության մասին է, բայց այստեղ 7-րդ խոսքից ասում է ամեն մեկը ինչպես իր սրտով կհոժարի, թող այնպես տա, ոչ թե ստիպմամբ կամ տրտմությունով, որովհետև Աստված հոժարական տվողին է սիրում։ Ուրեմն, երբ որ մարդիկ Աստծուն նվեր կամ ընծա կամ ուտելիք կամ ինչ որ պատիվ են տալի, Աստված ոչ թե պարտադրում էր եւ օրենքների մեջ հադրել, որ պարտադիր պետք է անես, էսա ու վերջ, այլ Աստված սրանով ուզում է հոժար սիրտ տեսնի եւ ինչ անի, օրհնի, որտեւ Աստված էդ է սիրում։ Գիտեք, ոմանց ասում ես 10-րդ կռիվ են անում, ես տես մարդիկ գիտեմ, հենց 10-րդ հանուն լսում են, չգիտեմ, խի կռիվ են անում, իրանց մեջ կռիվներ է առաջանում։ Ամեն ինչն էլ Աստծուց է տրված, բայց ամեն բանի մեջ Աստված մարդուն թողել է ուրեմն հոժարությունով, որպեսզի ամեն ինչը համով եղնի, այդ հոժարությունը համա տալիս։ Գիտեք, երբ որ մեկի տուն եք գնում, երբ որ ձեր առջև հաց են դնում ուտելու, բայց նրանց սիրտը ձեր հետ չի, չես կարող այդ հացը ուտես, որովհետև սիրտը դրա մեջ չի, որովհետև երբեմն կարող է ստիպված են արել կամ չգիտեմ ինչ պատճառներով, բայց կա որ հոժարությունով, ուրախությունով այն փոքր բաններ ընդունելի է եղնում, այդ ձևա թե չէ, նույնը Աստծունն է, տարբերություն չկա, Աստված մարդու սիրտը տեսնում է իր ավիճակների մեջ,
այն որ մեկը սրտով եւ փոքրն անեմ, սա արդեն ընդունել է եւ օշնություն է։ Եվ ամենակարևորը Աստծո ժողովուրդ։ Մի քանի համար կարդամ ու անցնենք առաջ մեր նվերները։ Բայց կարող է Աստված բոլոր շնորհները ձեզ տալ, որպեսզի ամեն բանի մեջ, ամեն ժամանակ բոլոր ձեզ պետք եղած ունենալով ինչ անեք, բարի գործեք առատությունով։ Ինչպես գրված է, ամեն։ Տարածեց եւ աղքատներին տվեց, նրա արդարությունը հավիտյան կմնա։ Եվ նա, որ սերմ ցանողին սերմ կպարգևի եւ կերակուրի համար հաց, ձեր սերմանելիքը պիտի պարգևի եւ ավելացնի եւ ձեր արդարության պտուղները շատացնի։ Ուրեմն արդարության պտուղ էլ կա սրա մեջ, երբ որ անում ենք Աստծո ժողովուրդ։ Թող Աստված փառավորվի, որովհետեւ շարունակության մեջ ասում է, որպեսզի ամեն բանի մեջ հարստանանք ամեն կերպ առատությունով, որ ձեր ձեռքով պիտի մղե գոհություն տալ Աստծուն, Փառք Հիսուսին։ Այս ամեն ինչը Աստծո ժողովուրդ, ինչ որ անում ենք, կարևոր բաներից մեկը Աստծուն հաճեցնում ենք եւ դրանով մարդը ստիպում է ոնց որ մարդիկ Աստծուն գոհություն տան, Աստծուն փառավորեն, Աստծուն մեծարեն, Աստծո ժողովուրդ։ Մեր արած գործերը, մեր արած խոսքերը, ինչ որ անում ենք, պետք է Տիրոջը փառավորենք, Աստծո ժողովուրդ։ Տերը օրհնի ձեզ, ինչ որ Տիրոջ համար ունեք պատրաստած, կարող եք մոտենալ արկղները եւ ձեր նվերները Տիրոջ տալ, Փառք Հիսուսին։ Տերը օրհնի ձեզ։ Այսօր հետաքրքիր մի պատգամ կա սրտումս, որ պիտի բաժնեկցեմ ձեզ հետ սիրելներ։ Այս պատգամը թերևս ժամանակ առ ժամանակ իմ սրտի մեջ գալիս է եւ գիտեք պատգամներ կան, որոնք որ հնություն չունեն, պահպանման ժամկետ չունեն, կամ գործածության համար նախատեսված չեն մեկ անգամյա։ Այս պատգամները մի ամբողջ կյանքի համար մեզ անհրաժեշտ է։ Եվ այսօրվա նյութը, որ սրտումս կա, սիրելներ, ուզում ձեզ հետ բաժնեկցել, վերնագրել եմ այսպես. մտերմություն Աստծո հետ։ Թերևս ավելի անձնաքննության պես լինի, արդյոք մենք կարող ենք այդպես անկեղծ մեր սիրտը բերել Տիրոջ առաջ եւ ասել, որ մենք մտերիմ ենք Տիրոջ հետ եւ որքան մտերիմ ենք։ Մտերմությունը իսկապես ծնվում է հարաբերության ժամանակ։ Մտերմությունը այնպիսի մի գեղեցիկ բան է, որ երբեք չես կարող ասել, որ մտերմությունը քեզ վնասում է այն ժամանակ, երբ որ դու գիտես քո մտերմությունը սուրբ պահել։ Երբ որ ճիշտ ես պահում քո մտերմությունը, դա օգնում է քեզ, որ դու կարողանաս քո կյանքի ճամփորդությունը լավագույնս անցնես։ Իսկ եթե մտերմությունը մաքուր մտերմություն չէ, կողմնակալություն կա այդ մտերմության մեջ, միգուցե խոսքս ավելի պարզաբանեմ հասկանալու համար, մենք ավելի շատ Աստծուն ասում ենք տուր, քան ասում ենք փառք քեզ, մենք Աստծուն սպասում ենք ավելի շատ, որ ինքը անի, քան որ մենք մի բան կարող ենք անել, բայց կարծում եմ, որ բալանսը այնտեղ է, որ մենք կարողանանք անելիքները եւ ընդունելիքները իրար հետ համատեղենք, բերենք մոտավոր իրար գոնե մոտ մակարդակի։ Ինչ է անում Աստված եւ ինչ ենք անում մենք։ Գիտեք, մարդիկ, որոնք որ իրար հետ մտերմություն են արել, այդ մտերմությունները հենց այնպես չեն մտերմացել։ Գիտեք, որ լավ բաներով են մարդիկ մտերմանում, անգամ իրար հետ դժվարության մեջ մտնելով են մտերմանում։ Դուք թերևս շատ լսած լինեք այս արտահայտությունը, չէ՞, իմ նեղության ընկերը։ Լսել եք։ Մարդ, որ քո դժվարության ժամանակ քո հետ է, քո կողքն է, նա զգացել այն տառապանքը, որը դու ես զգացել։ Նա քաշել այն լուծը քեզ հետ միասին, որ դու ես քաշել։
Թերևս շատերը այդ ժամանակ տեղյակել չեն եղել, մենք իրանց էլ ենք ընկեր համարում, բայց նրանց մակարդակը մտերմության լրիվ ուրիշ է։ Բայց այն մարդիկ, ովքեր քո կողքն են եղել, քո դժվարության ժամանակ, քո նեղության ժամանակ, քո ուրախությունների ժամանակ, այդ մարդիկ ուրիշ արժեքի են արժանացել հենց քո կողմից։ Համաձայն եք ինձ հետ։ Անշուշտ պետք է ասեմ, որ մտերմությունները մեր կյանքի մեջ հեշտությամբ չեն տրվում մեզ։ Մեր հավատքի կյանքի ուղին հենց ազդեցիկ է նրանով, որ հիշարժան է դառնում մեզ համար ոչ միայն վերելքներով, օրհնություններով, գեղեցիկ ինչ-որ պահերի զգացումներով կամ հիշողություններով, այլ հենց նաև մեր պարտություններով։ Դա էլ է մեզ մտերմացնում Աստծո հետ։ Եթե դու չես ընկել, ես չեմ ասում, որ պարտադիր գնացեք ընկեք, բայց գիտեմ, որ բոլորս ենք ընկնում, կամ մեկը, որ չի ընկնում։ Բոլորս ենք ընկնում հավատքի ճամփորդության ժամանակ, հաճախ փոշոտվում ենք, մեղքի մեջ ենք հայտնվում, ակամայից ընկնում ենք որոշ խոսակցությունների, զրույցների մեջ, որոնց մեջ մենք ինքներս զոհի կարգավիճակ ենք ստանում։ Բայց գիտեք, որ անգամ որքան էլ ցավալի լինի մեր անցած ճամփորդությունները, դրանց մեջ մենք գտնում ենք մի լուսավոր կետ, որ մեր հարաբերությունը ամրացնենք և մտերմացնենք ավելի Տիրոջ հետ։ Հավատում եմ, որ բոլորս երանելի ենք տալիս այն ժամանակներին, երբ որ մենք մտերմաբար քայլել ենք Աստծո հետ։ Դուք կարող եք հիշել այն պահերը, այն ժամանակաշրջանը, որ դուք Աստծո հետ կարծես ձեռքի բռնած քայլել եք, հələ հիշեք մի հատ։ Անգամից ժպիտն եկավ դեմքերին։ Մտերմաբար քայլել ես, եւ այդ քայլերը քեզ բերել է այնպիսի մի ճանաչողության, որ Աստված հավատարիմ Աստված է։ Այդ հայտնությունները ծնվում են հենց այդ ժամանակ, որ Աստված մխիթարող Աստված է, որ Աստված զորավոր Աստված է, նա կյանք տվող Աստված է, նա սիրող Աստված է, դատապարտող չի, վրա ծիծաղող չի, առիթ մանեկող չի, որ քեզ ոտնակոխ անի, նա միշտ առիթներ տվող է, որպեսզի մենք բարձրանանք։ Սա զգում ենք, երբ որ մենք ունենում ենք անկումներ, տկարություններ կամ որևէ այլ խնդիրներ։ Բայց եկեք անկեղծ լինենք, սա էլ ասեմ որպես նախաբան եւ անցնեմ ընդհանուր բուն նյութին։ Բայց մենք հաճախ հասկանում ենք, որ երբեմն մեր հարաբերությունը Աստծո հետ այդքան էլ լավ չի։ Ճիշտ եմ ասում։ Անկեղծ մենք մերոնցով ենք հանգիստ խոսենք։ Մենք լավ ենք հասկանում, որ մենք Աստծո հետ լավ չենք։ Միգուցե մարդիկ մեզ ասում, «Այ երանի քեզ», դու ասում ես երանի ինձ, դու ինձ չես իմանում, չէ՞։ Դու հենց ինչ չես ճանաչում, դու չգիտես ես ինչից եմ անցնում, ես Աստծուն հավատալու, վստահելու, նվիրվելու խնդիրը ունեմ, բայց մարդիկ ասում են երանի քեզ։ Այսօր խոսելու ենք այդ մտերմության մասին, որ ինչպիսին կարող է լինել մտերմությունը, ժամանակին ինչպիսին էր, բայց հետո Աստված ինչպիսի մտերմություն է մեզանից ակնկալում, սիրելիներս։ Երկրորդ օրինաց գրքի մեջ մի հետաքրքիր պատմություն կա, որ ուզում եմ ձեզ նախապատմությունը ասեմ։ Աստված խստագույնս բարկացել էր իր ժողովրդի վրա։ Ժողովուրդը կռապաշտության մեջ էին, ժողովուրդը սկսել էին Աստծուն անարգել, հեռանալ, եւ Աստված կարծես թե իր ծառայի Մովսեսի հետ խոսելով Իսրայելի ժողովրդին խոսում էր եւ իր ներսի վիրավորանքն էր կարծես արտահայտում։ Իր ներսի անցանկալի այդ զգացողությունը, որ չեր ուզի որ տենց լիներ, բայց երբեմն պետք է որ Աստված մեր երեսով տա մեր վիճակը։ Համաձայն եք ինձ հետ։ Հաճախ է եղել, որ Սուրբ Հոգին ինձ երեսովս է տվել իմ սխալ վիճակը եւ ես փորձել եմ դրա մեջ գտնեմ Աստծո կամքը։ Երկրորդ օրինաց գրքի մեջ այդ խոսքերը հետաքրքիր ձևով են շարադրված։ Ուզում եմ ձեզ համար կարդալ։ Հիշիր հին օրերը, մտածիր անցած դարերի տարիները, քո հորը հարցրու եւ նա քեզ կպատմի, եւ քո ծերերին եւ նրանք քեզ կասեն, երբ որ Բարձրյալը ազգերին ժառանգություն բաժանեց եւ տարածեց Ադամի որդիներին, ազգերի սահմանները դրեց Իսրայելի որդկանց թվերով, որովհետև Եհովայի բաժինը իր ժողովուրդն է, Հակոբը նրա ժառանգության վիճակն է, նրան ամայի երկրի մեջ գտավ, վայրի ոռնացող անապատում, նրան շրջապատեց, նրան խրատեց, նրան պահպանեց իր աչքի բիբի պես։ Դուք քեզ ծնող վեմին թողեցիք եւ քեզ ստեղծող Աստծուն մոռացար։ Ինչքան
դժբախտություն կա, չէ՞, պատմության մեջ։ Մի ժամանակ, որ Աստված հիանալի ձևով ծրագրեր էր մշակում իր ժողովրդի համար, ամեն մեկին իր բաժինը տվեց, Ադամի որդիներին, գիտեք, մի հետաքրքիր հայտնություն է կարծես գալիս այստեղ։ Ասում է, որ Աստված Ադամի որդիների համար ժառանգությունը բաժանում էր, ու իր մտքի մեջ, հələ Ադամի որդին, հələ Ադամ եւ իր որդիների համար արդեն ծրագիր էր մշակում, իր մտքի մեջ դու կայիր։ Իր սրտի մեջ քո համար ծրագիր ուներ Աստված։ Աստծո ծրագիրը չսկսվավ մեր կյանքի մեջ այն ժամանակ, երբ որ մենք ծնվեցինք, կամ դարձանք 18 տարեկան։ Աստծո ծրագիրը սկսվել է այն ժամանակ, երբ որ մենք դեռ չկայինք։ Կարող ես ասել ամեն։ Մենք չկայինք։ Աստծո ծառան Դավիթն ասում էր, ես չկայի, մորս որովայնի մեջ էի, հələ էլ չկար։ Ես հələ չկայի այդ ամեն ինչից առաջ, բայց դու կայիր, բայց դու ծրագիր ունեիր ինձ համար։ Բայց դու արդեն նախատեսել էիր, որ մի օր ես երբ որ գամ, քո օրենքը կսկսի աշխատել իմ կյանքի մեջ։ Քո ծրագիրը կսկսի ակտիվանալ իմ կյանքի մեջ։ Ես կապրեմ այն, ինչ որ դու արդեն ի սկզբանե ինձ համար նախապատրաստել ես։ Այն ժամանակ, երբ որ ես ու դու չկայինք, Աստված արդեն մեր համար բաժին էր պատրաստել այս երկրի վրա ապրելու։ Ինչքան գեղեցիկ է մեր Աստծո վերաբերմունքը։ Նա ուզում այդպիսի մտերմություն պաշտպաներ իր ժողովրդի հետ, բայց տեսնում ենք շատ զարմանալի եւ շատ խիստ խոսքեր են գրված այս խոսքերից առաջ երկրորդ օրինաց 32 գլխի մեջ շատ խիստ խոսքեր են գրված։ Ես դրանք ամբողջը չկարդացի ձեզ համար, պարզապես ընդամենը 7-ից 10 եւ 18 համարն առանձին կարդացի։ Բայց ինչ ենք տեսնում։ Տեսնում ենք, որ Աստված այդքան արեց նպատակը մեկ բան էր, որ մտերմություն տեղի ունենա, որ հարաբերությունը ուժեղանա Աստծո եւ մարդու մեջտեղը, որ Աստված երբ որ նայի քեզ ասի դու ճիշտ գնացիր, որտեղ ինչ որ ես որոշել էի քո համար, դու դա տեսար եւ դու կարողացար մնաս դրա մեջ, ինչու, որովհետեւ իզուր չէ, որ Աստված խոսում է, իզուր չէ, որ նա ծրագրում է, նա ունի նպատակ եւ նա տալիս է զորություն, որ ես ու դու հասնենք նպատակին, ամեն։ Աստված մեզ տվել է այդ օրհնությունը լինել նրա ծրագրի մեջ։ Պարզապես ծրագրերը երբեմն փոխվում են։ Մեր ծրագրերը շատ են գալիս առաջ, Աստծո ծրագրերը գնում են հետ, հարաբերությունը խզվում է եւ ասեմ անկեղծ, հիմնականում մեղքը գլուխ է բարձրացնում այն ժամանակ, երբ որ հարաբերությունը Աստծո հետ իջնում է ցած, թուլանում է։ Ուշադրություն դարձրեք ձեր սրբության եւ մեղավոր կյանքին։ Որ ասեմ ձեր, ես ինքս էլ ինձ եմ դրա մեջ տեսնում։ Եկեք նայենք մեր մեղավոր կյանքի աստիճանին։ Մենք մեղավորությամբ որքան ենք ավել առաջ գնացել, բայց սրբությամբ որքան ենք առաջ կամ հետ գնացել։ Չէ որ քննության գալիս ենք Աստծո խոսքի միջոցով եւ կարեւոր է որ մենք հասկանանք, որ մեր Աստված մաշող կրակ է, նա երբ որ մի բան բերում է մեր սրտի մեջ, նա ամեն ինչ իրանից չի, վառում թափում է մի կողմ։ Ուրեմն, երբ որ հարաբերությունը ամուր է Տիրոջ հետ, երբ որ Քրիստոսի մեջ մենք զորավոր մարդիկ ենք կանգնում, այն ժամանակ մեղքը, սատանան, թշնամությունը իջնում են ցած, մինիմալ մակարդակի, շատ հաճախ անգամ կատարյալ 0։ Ինչու, որովհետև երբ որ Աստված մեզ հետ է, ելով կլինի մեզ հակառակել, հետաքրքիրել չի։ Ամեն։ Ուրեմն սիրելիներ, ինչքան գեղեցիկ խոսք ասում է, ես այդ ամենը արեցի, արեց Աստված Հակոբին ժառանգության վիճակ դարձրեց, ամայի ջրերի մեջ գտավ իրան, այդ խայտառակ անապատի չորությունների մեջ Աստված հայտնաբերեց նրան, պաշտպանեց նրան, խրատեց նրան, սովորեցրեց, կերակրեց նրանց եւ գրվածը աչքի բիբի պես նայեց իրանց։ Վերաբերվեց այդքան զգուշ, որ հարաբերությունը մնա, որ մտերմություն տեղի ունենա։ Բայց գիտեք, մեր մեղքի բնությունը այնքան կամակոր եւ այնքան անաստվածային է, որ մեզ միշտ փորձում է հեռացնել Աստծուց, մտերմությունից մեզ զրկել։ Բայց տեսնում ենք Աստծո տրտմությունը, իր երեսի տրտմությունը տեսնում ենք իր խոսքերի մեջ։ Ինչ է ասում. դու քեզ ծնող վեմը թողեցիր եւ քեզ ստեղծող Աստծուն մոռացար։ Միթե հնարավոր է Աստծուն մոռանալ։ Միթե հնարավոր է Աստծուն թողել։ Այո։ Հնարավոր է։ Գիտեք երբ։ Երբ որ մենք լավ ծրագրեր ունենք։ Երբ որ մենք մտածում ենք, որ Աստված գործում է ըստ մեր որոշումների, կամ պետք է գործի ըստ մեր որոշումների։ Մի խելացի մարդ էսպես էր ասում, մենք ծրագրում ենք, բայց Աստված տնօրինում է։ Ծրագրելը վատ բան չի, բայց թույլ տանք, որ տնօրենը
իր կնիքը դնի մեր ծրագրերի վրա, եթե դրանք համապատասխանում են իր թագավորական կամքին։ Ամեն։ Ուրեմն Աստված ուզում է այդ գործը անել մեր կյանքի մեջ։ Առակաց գրքի մեջ Սողոմոն իմաստունը մի հետաքրքիր խոսք է ասում, որ ուզում եմ ձեզ համար կարդամ։ 27-րդ գլխի մեջ 9-րդ համար ասում է. յուղը եւ խունկը ուրախացնում են սիրտը, նաեւ ընկերոջ քաղցր խոսքերը մտերիմ խրատով։ Յուղը եւ խունկը։ Հին կտակարանում այս երկուսը օգտագործվում էին տաճարի ծառայությունը սկսելու եւ ավարտելու մեջ։ Ամեն բան սկսվում էր յուղից, որովհետև դեռևս զոհաբերություն չլնելուց, դեռ ոչինչ չանելուց, դրա ինչ որևէ բանից առաջ քահանաները մտնում էին, ինչ էին անում, լապտերը լցնում էին յուղով, որ ծառայությունը սկսվի։ Յուղը դա օծությունն է, դա Աստծո ներկայության լուսավորումն է։ Երբ որ Աստված կա մեր կյանքի մեջ, նրա ներկայությունը լուսավորում է մեր սիրտը։ Համաձայն ես ինձ հետ։ Աստված միտք է տալիս մեզ, որ ինչպես կարելի է քայլ անել, ինչպես կարելի է վերաբերել կյանքին։ Եթե նրա խոսքը մեզ լույս չտա, մենք մեր ճանապարհի մեջ չենք կարող առաջ գնալ, մենք կկորցնենք ճանապարհը։ Երբեմն այդ ֆլաշլայթի պես մի հատ տալիս է, մի հատ ճանապարհը մի հատ տեսնում ենք, մտածում ենք լավ է, արդեն գիտենք, էլ պետք չի։ Գնում ենք, մեկ էլ մի հատ էլ է տալիս, տենում ենք, որ ճանապարհը մնաց այնտեղ, մենք արդեն թեքվել գնացել ենք որտեղ։ Կարիք ունենք Աստծո մշտական ներկայության եւ մտերմության։ Ենովքի համար գրված այսպես, եւ Ենովքը Աստծո հետ քայլեց եւ հետո չգտնվավ, որտեղ Աստված վերցրեց իրան։ Քայլել Աստծո հետ մտերմաբար։ Գիտեք, որոշ մարդկանց համար Աստված օգտագործել է այդ արտահայտությունը։ Ես խոսեցի Մովսեսի հետ, ինչպես մարդը մարդու հետ, այնքան մտերիմ։ Գիտեք, մարդը մարդու հետ ոնց է խոսում։ Ինտելիգենտ կամ հատուկ լեզու չի ընտրում։ Բարև ձեզ, ներողություն կարելի է, չէ։ Մարդը մարդու հետ խոսում է առօրյայով, չէ։ Այնքան մտերմաբար է խոսում։ Ես հիշում եմ մի օր մի անձնավորություն քարոզում էր, ասեց՝ «Արա Աստված ջան»։ Ես մտածեցի, արա Աստված ջան, տեսակ ինձ անխորթ է, էսի չեմ հասկանում են։ Բայց ես հասկանում եմ, չեմ արդարացնում կամ մեղադրում, միանշանակ ոչ։ Բայց ես հասկանում եմ, որ ինքը այնքան մտերմիկ էր իմ հետ խոսում, որ իրան թույլ էր տալի իր միտքը խառներ Աստվածային մտքին ու այդպես նկարագրեր, որ ես հասկանեմ, որ մենք շատ անկեղծ ենք խոսում։ Դա ինձ համար էր խոսում։ Ինքը Աստծուն արա Աստված ջան չէր դիմի։ Հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում։ Երբեմն այդ մտերմությունը մեզ բերում է հենց այդ կետին, որ մենք հասկանանք, որ ինչն է այսօր ուրախացնում Աստծո մարդուն, ինչն է ուրախացնում մեր սիրտը, եթե Աստծո լույսը չլինի, մենք ուրախ չենք լինի։ Համաձայն եք ինձ հետ։ Խավարի մեջ մարդիկ երբեք ուրախ չեն։ Հիշեք 90-ական թվականները Հայաստանում։ Խավարի մեջ լույս չկա, ոչ մի բան չկա, իրար երես նայելու հնարավորություն էլ չկա, մի հատ մոմա քանի հոգի կարողացան լուսավորվում են էտա։ Բայց Քրիստոսի լույսը մեր հոգիներն է լուսավորում։ Մենք կարողանում ենք ոչ թե միայն իրար տեսնենք, այլ Աստծուն ենք կարողանում տեսնել, որովհետև Սաղմոս 2-ն ասում է՝ քո լույսով քեզ կամ քո լույսը կտեսնենք։ Ուրեմն ասում է յուղը եւ խունկը։ Առաջինը յուղը, որ լցվում էր լույս լուսավորելու համար սրբավայրը, որտեղ պետք է տեղի ունենար զոհաբերություններ եւ պաշտամունքներ։ Եվ երկրորդ ասում է խունկը։ Խունկը, երբ որ զոհաբերությունները դրսում արվում էր, պատրաստում էր, արդեն քահանան վերցնում էր կրակ էր վառում արդեն երկրորդ սրահի մեջ, խորանի մեջ։ Եվ ինչ էր անում, այդ խունկը լցնում էր եւ այդ խունկի հոտը լցվում էր մինչեւ սրբության սրբոց։ Եվ Աստված անուշ հոտ էր առնում այդ զոհաբերություններից, որ մարդիկ անում էին։ Ինչն է ուրախացնում այսօր ինձ ու քեզ։ Արդյոք նրա Սուրբ Հոգին, որ յուղի խորհուրդն է, ուրախացնում է մեզ։ Միգուցե մտերմության առումով մենք մի փոքր բացակայում ենք, մի քիչ նեղացել ենք, արդեն ցած են գնացել, բայց Աստված ուզում է, որպեսզի մենք վերականգնվենք եւ ինչքան հնարավոր է շուտ լցվենք Սուրբ Հոգով, լցվենք աղոթքով։ Խունկը Աստծո խոսքի մեջ, Հայտնության գրքի մեջ հիշատակում է որպես աղոթքի խորհուրդ։ Քո աղոթքի կյանքը կուրախացնի քեզ։ Ոչ միայն Աստծուն կուրախացնի, քեզ կուրախացնի։ Երբ որ դու աղոթքի մարդ ես, այն ժամանակ քեզ համար կարծես թե ամեն բան հաղթահարելի է Քրիստոսով։ Բայց երբ որ մենք աղոթքի մարդ չենք, այն ժամանակ մենք պարտություն ենք զգում մեր ներսում։
Սրա համար ես նկատում եմ, որ շատ կարևոր է, որ այսօր յուրաքանչյուր անհատ զգա այդ կարևորությունը, լինել աղոթքի մարդ։ Քույրս, եղբայրս, այսօր առավոտ եւ ոչ միայն այսօր, մի երևի թե 2 շաբաթ է, որ Սուրբ Հոգին մի զարմանալի բանի վրա է միտքս դարձրել։ Ես երբեք չեմ մտածել, որ ինքս որոշեմ այդպիսի միտք, բայց գիտեմ, որ վստահ եմ Սուրբ Հոգին ասա ասել։ Աստծո խոսքն ասում է, որ երբ որ Նոյը տապան էր սարքում, երբ որ Նոյը սարքում էր տապանը, սարքեց, վերջացրեց, հետո ինչ արեց, ավետարանչություն էր անում, թե ընթացքում, եւ երբ որ վերջացրեց, աղաչում էր, խնդրում էր, որ գան մտնեն տապան, որ փրկվեն։ Ես նույն պատկերը այսօր տեսնում եմ այս ժամանակների եկեղեցիների կամ ընդհանրապես առօրյա մարդկանց կյանքի մեջ։ Դուք տեսնում եք Facebook-ի մեջ ինչքան հովիվներ, ինչքան ծառայողներ աղաղակում են, եկեք եկեղեցի, եկեք եկեղեցի, եկեք եկեղեցի, ինչի համար են ասում սա։ Չէ որ նույն տեսարանն է մի փոքր այլ կերպով։ Եկեք եկեղեցի, այսօր հովիվները ներողություն, շատ ներողություն եմ խնդրում բառիս համար, իրանց պատռում են գոռալով, ժողովուրդ, արթնացեք, եկեք եկեղեցի, աղոթքի կյանք ունեցեք, համեցեք ժամը 1-ին աղոթքի, եկեք 2-ին հասցրեք ծառայության, եկեք մի ուշացեք, այսպես մարդիկ ասում են։ Գիտեք ինչ են անում որոշները։ Հա դե եկեղեցին ոչ փախավ։ Չի փախնի եկեղեցին, միջև հափշտակություն, հենց հափշտակությունը եղավ, արդեն իմացեք փախանք։ Մի օր կփախնի։ Բայց հարց, դու պատրաստվում ես մնաս ջրերի վրա, անկանոն, անապահով, մահվան ճիրանների մեջ, թե ուզում ես ոտքը դնես Քրիստոսի տապանի մեջ, եկեղեցու մեջ, փրկության ճանապարհիդ վրա։ Քեզ ամուր պահի, քույրս, եղբայրս, ես տեսնում եմ նույն պատկերը, նույն տեսարանը, դրա համար քաջալերում եմ քեզ, բաց մի թող որևէ ծառայություն, որևէ առիթ, աղոթքի, երկրպագության, պաշտամունքի, խոսք լսելու, համատեղ աղոթքի, իրար հետ հավաքվելու, շնորհք փոխանցելու, քո ունեցածը, քո շնորհքը, որ Աստված քեզ տվել է, ծառայեցնելու ուրիշին եւ ուրիշին ծառայությունը ընդունելու։ Համաձայն ես ինձ հետ։ Ուրեմն յուղը եւ խունկը ուրախացնում են։ Հոբը, բոլորս լավ ենք ճանաչում Հոբին։ Հոբը ամենադառը կյանք ապրած մարդկանցից է ամբողջ աշխարհի պատմության մեջ։ Ամենադառը 10 երեխա մի օրվա մեջ մահացան։ Ամբողջ ունեցածը այրվեց, վառվեց, փչացավ, ամբողջ իր արտերը, ամբողջ իր կենդանիները սատկեցին։ Մեկը մեկի հետևից գալիս էր վատ լուրեր բերում, մեկը մյուսի հետևից գալի ասում է սենց եղավ, նենց եղավ։ Գրված է, որ Հոբը իր ծնկների վրա անկավ, հող մոխիր լցրեց իր գլխի վրա եւ սուկ բռնեց եւ սկսեց Տիրոջ առաջ լուր նստել երկար ժամանակ։ Իր մոտ մարդիկ եկան մխիթարելու, ոչինչ չէր ասում։ Մեղադրում էին, բան չէր ասում։ Մեղք ես գործեր, որ տենց եղե, բան չէր ասում։ Միթե տեսել ես արդարը տանջվի, ուզում էր ասել, որ դու արդար չես, բայց Աստված ասել էր, որ իմ Հոբ ծառան արդար է։ Եվ Հոբը իր գրքի մեջ հետաքրքիր մի հիշատակություն կա 29-րդ գլխի մեջ, ահա թե ինչ է ասում Հոբը իր եւ Աստծո մտերմության եւ մտերմության արդյունքի մասին, ինչպիսին էր մտերմությունը եւ ինչ արդյունք էր տալիս իր մտերմությունը։ 29-ի 2-11 համարները Երանի թե առաջի ամիսների պես եւ այն օրերի պես լինեի, որ Աստված ինձ պահում էր։ Զգալ Աստծո պաշտպանությունը, զգալ, որ Աստված քո հետ է, զգալ, որ Աստված իր ձեռքը դրել է քո վրա, սատանան չի կարողանում կպնի քեզ։ Ասում է Երանի այն ժամանակ, որ սատանան ուզում էր մոտենար ինձ, կպներ ինձ, բայց Աստված արգելում էր։ Այդպես էլ գրված է, երբ որ սատանան մոտեցավ Աստծուն, Աստված ասեց իմ Հոբ ծառային տեսար, որ նրա նման աստվածավախ կատարյալ մեկը չկա, որ սիրտը ուղիղ է իմ առաջ։ Գիտեք սատանան ինչ ասեց։ Ձրի չի պաշտում քեզ, դու իրան պահել ես, պաշտպանել ես իրան, չեմ կարում իրան մոտենամ։ Ես եկա, որ ասում ես դու իրան տեսար, ես իրան չտեսա, ես քո պաշտպանությունը տեսա, ես քո ձեռքը տեսա, որ դու պահել ես, չես թողում ես մոտենամ։ Հոբն ասում է Երանի նորից այդ օրերը լիներ, որ Աստված պաշտպաներից, այդ մտերմությունը լիներ իր հետ։ Շարունակություն ասում է, երբ որ նրա ճրագը լույս էր տալիս իմ գլխի վրա, նրա լույսով գնում էի խավարի մեջ։ Մտերմություն Աստծո հետ նշանակում է քայլել խավարի մեջ, բայց ունենալ լույսը քեզ հետ։ Այս աշխարհը խավարի մեջ է, բայց դու լույսի որդի ես։ Ամեն։ Ինչ որ մեկին նայիր եւ ասա դու լույսի որդի ես։
Դու լույսի դուստր ես, դու լույսի զավակն ես, դու խավարինը չես։ Աստված քեզ խավարից իր սքանչելի լույսին է կանչել։ Ամեն։ Երանի ասում է այն ժամանակը, երբ որ նրա ճրագը գլխից լույս էր վառում։ Եվ ասում է նրա լույսով գնում է խավարի մեջ։ Լսեք 4-րդ խոսք ասում է. երբ որ ես իմ աշնան օրերում էի, եւ Աստծո մտերմությունը իմ վրանի վրա էր։ Հալելույա։ Երբ որ ես իմ աշնան օրերում էի, հաճախ մեր կյանքի մեջ աշուններ են գալիս։ Ժամանակ առ ժամանակ, չէ՞։ Մեր կյանքում քանի հատ աշուն է լինում։ Քանի տարի ենք ապրում ամբողջական, այդքան աշուն է լինում, չէ՞։ Չի լինում, գիտեք, այդպիսի բան չկա, որ մարդու կյանքի մեջ միայն գարուն լինի կամ ամառ լինի։ Օրինակ, այստեղ Կալիֆոռնիայում կամ տաք է, կամ քիչ տաք է, չէ՞, կամ շատ տաք է։ Ով գալիս է այստեղ Հայաստանից կամ ասենք ռուսական տարբեր տեղերից Ռուսաստանից, ապշում են, ասում են, ես ինչ լավա ձեր մոտ, ասում են, քա մեր մոտ կա էսա, չկա էսա։ Ինչ որտեղ նախանձելի է, բայց մի բան կա։ Կյանքում գալիս է աշնան շրջան, որտեղ մենք ինչ ենք անում, կարծես ամեն ինչ մի տեսակ սես մելանխոլիկ է դառնում, սես մի տեսակ մոխրագույն է դառնում։ Զգում ես, որ արդեն այդ աշունը տերևները թափում է, տեսքից ընկնում ես, ինչ որ ժամանակ է գալիս, որ դու զգում ես, որ դու այն պտղաբեր կարգավիճակը չունես, ինչ որ բան քո մոտ արդեն անսովոր է դառել։ Հոբն ասում էր. երանի թե իմ աշնան օրերի այդ օրերը նորից վերադառնան, երբ որ ես աշուն էի վերապրում իմ կյանքում, բայց Աստծո մտերմությունը իմ վրանի մեջ էր։ Աստծո մտերմությունը իմ տան մեջ էր։ Այսօր շատերի տուն Սուրբ Հոգին չի մտնի, շատերի վրանի մեջ Աստված չի մտնի։ Ինչու, որովհետև այնտեղ սիրտ չկա ընդունող, որտեղ այնտեղ ընդունող հոգի չկա, որտեղ այնտեղ բաց մարդ չկա, սիրտ, որ կարողանա ասի Տեր, արի ես վրանի մեջ։ Հիշում եք, երբ որ գրված է, որ երբ որ Աբրամի մոտ եկան 3 հոգի, հրեշտակներ, եւ գրված է իրանց հրավիրեց, որ գան վրանի մեջ։ Մտան Աբրամի տունը հաց կերան։ Այդ 3-ից 2-ը գնացին Սոդոմ Գոմոր, Ղովտը ասեց եկեք մտեք, ասեցին չէ, մենք քո տուն չենք մտնի, մենք դուրսը կմնանք։ Սիրելի քույրս, սիրելի եղբայրս, եկեք մի բան, մի պահ մեզ ինքնակնության գանք։ Արդյոք կարող ենք ասել, որ Աստված հանգիստ բնակվում է մեր տան մեջ, մտնում, հելնում, կամ մտնում է, չի հելնում։ Հաճախ զգում ենք, որ մեր տան մթնոլորտը այնպիսին է, որ Աստված կարծես թե չի ուզում մտնի այդ տան մեջ, որտեղ այնտեղ ընդունելություն չկա, ճշմարտությունը շատ անգամ ցած է իջնում ընդունելությունից։ Շարունակությունը ասում է, երբ որ ամենակարողը տակավին ինձ հետ էր, եւ իմ տղաները իմ շուրջն էին։ Գիտես, կյանքում ամենալավ բանը սա է, որ Աստված քեզ հետ լինի։ Մենք մեր երեխեքին ասում ենք Աստված քո հետ, չէ՞։ Ասում է 3 երիտասարդ էին, հանկարծ այնպես ստացվեց, ասում է, որ գծերը անցնելուց, գնացքի գծերն անցնելուց, հասան միտեղ չհասցրեցին, որ չեն նկատել, ոնց ալնում, որ գնացքը մեկը այն կողմից է գալի, մեկը այս կողմից է գալի։ Եվ մահվան հրեշտակը կանգնած այդտեղ սպասում է, որ սրանք պիտի մեռնեն։ Գնացքը անցնում է, սրանք 3-ն էլ փրկվում են։ Եվ կարծես այդ ոգիները գալիս են եւ այդ դևին հարցնում, ասում են. Ինչի չվերցեցիր իրանց։ Ճիշտ ժամանակն էր, որ դու իրանց տաներ, դժոխք վերցներ տաներ իրանց։ Ասում է, ես չէի կարող։ Այս մեկը քրիստոնյա էր, ասում է, հա հետո ինչ քրիստոնյա է, լավ այդ մեկը, բայց այլ մյուսը։ Ասում է, այն մեկն էլ հենց այդ ժամանակ գոռաց Տե Աստված ջան փրկի ինձ։ Ասում է, լավ այդ էլ երկուս, բայց երրորդը, ասում է, սրան էլ մաման, երբ որ տնից դուրս եկավ, ասեց Աստված քո հետ տղես։ Երբեմն մենք մտածում ենք, որ փոքր բան է Աստծո մեր հետ լինելը, Աստծո մեր հետ լինելը մեծ բան է։ Ամեն, շատ մեծ բան է։ Ինչ որ մեկին ասա, խնդրում եմ դարձիր, ես մի քիչ շատ բան եմ անում, ձեզ խառնում եմ, որ դուք դառնաք իրար ասեք Աստված քեզ հետ է։ Աստված քեզ հետ է, չվախենաս։ Նա խոստացել է քեզ հետ լինի։ Նա քեզ հետ է, չվախենաս։ Երանի թե ասում է այդ մտերմության ժամանակները նորից գան, եւ ասում է իմ տղաները իմ շուրջն էին։ Իմ տղաները իմ շուրջն են։ Գիտեք, որ սա հետաքրքիր հայտարարություն է, որ ես եւ իմ տունը Տիրոջը պիտի պաշտենք։ Որ ես իմ զավակների պատճառով չպիտի լացեմ։ Աստծո մտերմությունը այնքան կարևոր է, որտեղ երբ որ Աստված մեզ հետ է, մենք այդ ժամանակ ապահովված ենք զգում մեզ։ Մեր զավակները մեզ հետ Տիրոջն են երկրպագում։ Սիրելի քույրեր, եղբայրներ, ձեր երեխեքին բերեք Աստծո տուն։ Եթե դուք այսօր իրանց չբերեք Աստծո տուն, այլևս չեք կարողանալու։
Ես սրա մասին ասել եմ բազմիցս եւ նորից կասեմ։ Երեխաները ամենաթույլ օղակն են ընտանիքի մեջ, ամենաթույլ օղակը։ Բայց երբ որ գալիս է նրանց անկախանալու ժամանակը, նրանց եթե ձեր հետ չկապի հոգևոր կապ, նրանք հեշտությամբ կթողնեն ձեզ, որտեվ sense տենեն պորտալարը կտրվել է ինչ-որ ժամանակ։ Նրանք պիտի թողեն ձեզ։ Բայց եթե ձեր զավակները ձեզ հետ կապի մեջ են հոգևոր կապով, Աստծո խոսքն ասում է եռապատիկ թելը երբեք չի կտրվի։ Շարունակությունը։ Երբ որ ասում է իմ ընթացքը առատությունով էր, կոգիով էր ծփում եւ ապարաժը մոտիս յուղի աղբյուրներ էր բխում։ Այսինքն այն չեղած տեղից Աստված ընենց մի բան էր անում, ապարաժից յուղ էր հանում։ Մտերմությունը ապահովություն է բերում կյանքիդ մեջ։ Մտերմությունը մատակարարում է բերում կյանքիդ մեջ։ Ասում է, երբ որ դռնից դուրս էի գալիս քաղաք, հրապարակների մեջ էի դնում իմ աթոռը, այսինքն ես ասելու բան ունեի, մարդիկ հարցնելուց գիտեն, որ ես պատասխան ունեմ իրանց համար։ Գիտեք ովքեր էին նստում հրապարակների մեջ, իմաստունները, ծերերը, որ սովորական մարդիկ գնան իրանց խորհուրդ հարցնեն։ Մի ժամանակ քեզնից ինձանից խորհուրդ էին հարցնում, մենք ինչ էինք ասում, հիմա ինչ ենք ասում։ Հիմա խորհուրդ հարցնող կա։ Եկեք անկեղծ լինենք։ Եթե մարդիկ քո մեջ Աստծուն տեսնեն, իրանց ոտով են գալու քեզնից խորհուրդ հարցնեն։ Երբ որ քո մտերմությունը տեսնեն Աստծո հետ, կգան քեզնից բան կհարցնեն, կասեն, էսի ո՞նց է լինում։ Ու մի մտածեք, որ մենք այնքան իմաստուն ենք, որ ամեն ինչ գիտենք, էսի ո՞նց է լինում։ Մենք չենք իմաստուն։ Սուրբ Հոգին խոսք կտա այդ ժամանակ, պատասխան կտա, եւ մենք Աստծո անոթի պես ուղակի կհոսենք իրանց սրտի մեջ։ Ամեն։ Ասում է, ինձ տեսնում էին երիտասարդները եւ թաքնվում էին, եւ ալևորները վեր էին կենում եւ կանգնում էին։ Երիտասարդները տեսնում էին, թաքնվում էին։ Ասում են, այս մարդը սուրբ մարդը, այս մարդը կատակ չունի, հավատքի կյանքի մեջ ինքը թեթև չի նայում իրան, այս մարդը Աստծո հետ մտերմության ժամանակ շատ լուրջ է։ Եվ ասում է, ծերերը վեր են կենում եւ կանգնում էին, Աստծո օրհնյալ մարդը եկավ։ Դա ինչքան գեղեցիկ բան է, չէ՞։ Եվ շարունակությունը 9-րդ խոսքը ասում է, իշխանները դեմն էին ընկնում խոսելիս եւ ձեռքները դնում էին իրենց բերանին։ Դու խոսի, մենք լուր կմնանք։ Սա հոգևոր իշխանությունն է, որ ավելին է, քան աշխարհի իշխանությունը։ Ամեն։ Ազնվականների ձայնը կտրվում էր, երբ նրանց լեզուն իրենց քիմքին էր կպչում։ Իբր թե իրանք ճիշտ էին, բայց տեսնում են, որ հոբն էր ճիշտ, որովհետև ասում է, մի ականջ, որ լսում էր, ինձ երանի էր տալիս եւ այն աչքը, որ տեսնում էր, վկայություն էր տալիս ինձ։ Ինչ անում մտերմությունը։ Դուք պատկերացնում եք։ Վստահ եմ, որ դուք ավելի շատ հայտնություններ կարող եք առնել այս խոսքերից։ Աստված, երբ որ մտերմություն է ձևավորում մեզ հետ, կարիք կա, որ մենք այդ մտերմությունը գնահատենք։ Ինչու՞, որովհետև երբ որ գնահատում ենք, ըստ դրա էլ վերաբերվում ենք։ Ամեն։ Դու գնահատում ես մեկի մտերմությունը քեզ հետ ու փորձում ես այդ մտերմությունը չկորցնես։ Ինչու՞, որովհետև դու շահ ունես նրանից, լավ առումով։ Որտեղ այդ մտերմությունը քեզ լիքը բան է տալիս, որ ինչի մասին քիչ առաջ ասեցի։ Ուրեմն ինչ կարելի է անել, սիրելի քույրս, եղբայրս, կարծում եմ արժե ամեն ինչ անել, որ մտերմությունը պահպանվի։ Աստծո հետ մտերմությունը։ Առակաց գրքի մեջ Սողոմոնը մի հետաքրքիր խոսք է ասում նույնպես 3:32-ն ասում է, որովհետև խոտորնակ մարդը զզվելի է Տիրոջ առաջ, բայց նրա մտերմությունը ում հետ է, ուղիղների հետ։ Գիտեք, ուղիղներ չի նշանակում սուրբերի հետ։ Ուղիղ նշանակում է մարդը կանգնի ասի Տեր, ես 150%-անոց մեղավոր եմ։ Իմ մոտ չի ստացվում։ Ների իմ անհավատությունը, սա էլ է ուղղություն։ Երբ որ կա սիրտ, որը զղջում է ուղիղ, առանց էս, դե գիտես Տեր, որենի չլներ, որենի սենց չաներենի չաներ, Տերն ասում է լսի։ Վերջում գիտեմ, որ ինչ ես ասելու։ Ուղիղ պահի սիրտդ Աստծո առաջ։ Երբ որ այն դժվարություններից անցար, ասում է խոտորնակ կամ ծուր, շեղված սիրտը, որ միշտ փախնում է այս կողմեն կողմ, ասում է Աստծո առաջ զզվելի է, անընդունելի մի բան է։ Բայց ասում է,
Տիրոջ մտերմությունը ուղիղ մարդկանց հետ է։ Գիտես, մարդիկ կարող են լուռ ու մունջ մնալ քո նկատմամբ, բան չասել քեզ, բայց գիտես, որ իրականում ներսում բան կա ասելու։ Հարցնում ես, ո՞նց ես։ Լավ եմ, բայց տեսնում ես ինչն է լավ։ Եկեք մի քանի կարևոր բան ասեմ ձեզ, ինչ որ խոսում եմ Մովսեսի մտերմության մասին։ Մի քանի քայլ եւ սրանով պիտի վերջացնեմ։ Ելից 33 գլխի մեջ 8-ից 11 համարներ այսպես է ասում. Եվ Մովսեսը խորանը գնալիս, երբ որ գնում էր խորան, բոլոր ժողովուրդը վեր էր կենում եւ ամեն մեկը իր վրանի դռան առաջ կանգնում էր։ Եվ Մովսեսի հետևից մտիկ էր տալիս նայում, մինչև որ նա խորանն էր մտնում։ Եվ հենց որ Մովսեսը խորանն էր մտնում, ամպի սյունը իջնում էր եւ խորանի դռանը կանգնում, եւ Եհովան Մովսեսի հետ խոսում էր։ Եվ բոլոր ժողովուրդը տեսնում էր ամպի սյունը խորանի դռանը կանգնած, եւ բոլոր ժողովուրդը վեր էր կենում, ամեն մեկն իր վրանի դռանը երկրպագություն անելու, եւ Եհովան խոսում էր Մովսեսի հետ դեմ առ դեմ, ինչպես մի մարդ իր բարեկամի հետ կխոսի։ Եվ Մովսեսը բանակներ դառնում, բայց նրա ծառան Նավեի որդի Հեսուն պատանին խորանի միջից չէր հեռանում։ Ստեղ կա երկու կարևոր բան։ Տեսնել, թե ուրիշը ոնց է իր մտերմությունը ունենում Աստծո հետ եւ մնալ նույնը, կամ դու կարող ես ինքդ ձևավորել այդ մտերմությունը։ Ես մի գաղտնիք պիտի ասեմ ձեզ, նույն այսինքն գաղտնիք այդքան էլ գաղտնիք չի, քան ավելի շատ ուղղություն պետք է տամ ձեզ։ Սիրելիներ, շատ բաներ մեր կյանքի մեջ տեղի չեն ունենում, որովհետև մենք դրա մասին չենք աղոթում։ Մենք աղոթում ենք ընդհանուր առմամբ, բայց երբ որ դու մտնում ես, ասում ես Տեր Աստված ջան, օրհնիր ես տունը։ Օրհնիր տունը ինչ է նշանակում։ Դու նկատի ունես քո բակը, փուլը, միջի ջուրը, ինչը տանիքը նկատի ունես, ինչը նկատի ունես։ Իսկ երբ որ դու ասում ես Տեր, գիտեք մի մարդ ինչ էր անում, բավական մեծ սովի ժամանակներ, մեծ խնդրի առաջ գիտեք ինչ էր անում։ Ես միսիոներ էր կարծեմ, եթե չեմ սխալվում։ Գալիս է, իր սառնարանը բացում է, ասում է Տեր, ես քեզ խնդրում եմ իմ սառնարանի համար, լցրու ես սառնարանը։ Դուք պատկերացրեք, եթե մարդը կարող է իր սառնարանի լցնելու համար Աստծուն աղոթի, սա նշանակում է նա կոնկրետ գիտի ինչի համար աղոթում։ Բայց մենք ասում ենք Տեր, օրհնի մեր տունը, ինչի համար։ Ոչ թե Աստված չգիտի, այլ Աստված ուզում է, որ մենք իմանանք ինչի համար պիտի աղոթենք։ Դու պետք է աղոթես հենց քո խնդրի համար։ Երբ որ ասում ենք եկեք միասին աղոթենք, քո խնդրի համար ուզում ենք քեզ հետ միաբանվել եւ երկու հոգի միաբանվեն Տիրոջ անունով, խնդրեն եւ Աստված կանի դա։ Ամեն։ Ուրեմն նշանակում է, որ մեր խնդիրները սկսում են ընդեղից, որ մենք հարաբերություն չենք ստեղծում, մտերմություն չենք ստեղծում եւ մտերմությունն է, որ մեզ բերում է վստահության։ Երբ որ ես Աստծո հետ մտերիմ եմ, Աստված ինձ լավ գիտի, ես դրանում կասկած չունեմ, ես սկսում եմ Աստծուն ավելի լավ ճանաչել։ Եվ դժվարության ժամանակ ես կարող եմ վստահ լինեմ, որ հույսս դնեմ իր վրա, ամոթով չեմ մնա։ Ամեն։ Եվ ասում է, որ բոլորը նայում էին Մովսեսին, թե Աստված ոնց է խոսում։ Հետաքրքիր գիտեք որն է, որ բոլոր ժողովուրդը վկայում էին, որ Աստված խոսում էր Մովսեսի հետ։ Ինչպես բարեկամը իր բարեկամի հետ կխոսի, ինչ որ քիչ առաջ ասեցի, մտերիմ, անմիջական։ Եվ շարունակությունը, որ վերջին մասն է, տեսեք ինչ է ասում։ Ասում է, որ Մովսեսը բանակի հետ էր դառնում նորից բանակի մեջ, ժողովրդի մեջ, բայց մի հատ էստեղ բայց կա։ Մի երիտասարդ կար, 120 տարեկան, պատանի այսինքն, Նավեի որդի Հեսուն։ Ասում եմ, բայց նա մնում էր խորանի մեջ, մնում էր ընդեղ։ Ես ուզում եմ քեզ մի բան ասեմ, խնդրում եմ քեզ այս բանը լավ հիշի։ Եթե տեսնում ես որևէ մեկ Աստծո հետ մտերիմ է, գնա իր կողքը։ Ասա վարակիր ինձ Տեր, հասկանում եք ինչ եմ ասում։ Ինձ էլ բռնկեցրու այդ նույն կրակով, որ ես կարողանամ սիրահարվեմ քո վրա։ Ես էլ եմ ուզում քո ձայնը լսեմ։ Ես էլ եմ ուզում իմանամ ինչ ունես իմ համար։ Ես էլ եմ ուզում հասկանամ, որ Մովսեսին ինչի ընտրեցիր, ինչի հենց իր հետ, ինչի հենց ինքը, ինչի ոչ ես, ինչի իմ հետ չլինի։ Թե չէ մենք մի օր հիացմունքներից ուրիշների Աստված ոնց է խոսում իր այդ, նստում ենք, ինչ լավ բաներ ես պատում, Աստված ոնց է խոսել։ Նայում ենք մեր կյանքին, ասում ենք, բա ես։
Բա ես Տեր իմ հետ խոսի։ Ուզում եմ մտերմանամ քո հետ։ Մտերմանալու համար պետքա ժամ տրամադրել, ժամանակ։ Ժամանակ տրամադրել, նստել բարեկամի հետ խոսել։ Ես վստահ եմ, որ իրանք ոչ կոֆե էին խմում, չեմ ասում կոֆեն մեղքա սխալա, բայց իզուր ժամանակ չէին անցկացնում, նրանք կոնկրետ խոսում էին ինչի մասին, որ Աստված իր սրտի մեջ ուներ, լցնում էր Մովսեսի սրտի մեջ։ Եվ դա եղավ պատճառը, որ Աստված Մովսեսին ընտրելով նրան դրեց որպես առաջնորդ եւ հասավ իր օրհնյալ նպատակներին։ Հակոբոս առաքյալը այսպիսի գեղեցիկ խոսքեր ունի 4-րդ գլուխ 7, 8 եւ 10, այսինքն 7-ից 7-8 համարները եւ 10-րդ համարը։ Ես մի քանի քայլեր եմ առանձնացրել, սիրելիներ, որ ուզում եմ ուշադրություն դարձնեք։ Որն է մտերմության քայլերը։ Առաջին, արդ հնազանդեցեք Աստծուն։ Աստծո հնազանդությունը մտերմության քայլ է։ Սա առաջի քայլն է, հնազանդություն։ Գիտեք, որ ամենամեծ մեղքը տեղի ունեցավ անհնազանդության պատճառով։ Այստեղ հերթականությունը խառնված չի։ Աստծո խոսքն ասում է, որ Սատանան Արուսյակը ընկավ հենց անհնազանդության եւ հպարտության պատճառով։ Արդ հնազանդեցեք Աստծուն։ Երկրորդ բանը, հակառակվեք Սատանային։ Լսեք ուշադիր, հնազանդվել Աստծունի կողքը դրած չի եկեղեցի սկսեք կամ հոգևոր ծառայություն արեք, դրանք հետո կլինեն։ Աստծուն հնազանդվեցիր, հաջորդ բանը որ պիտի անես, մի անգամից հակառակվի Սատանային, ասա դուս, ես քեզ չեմ ընդունում։ Դու մնացած իմ հաջորդ պատմության մեջ ոչ մի իրավունք դերակատարում պիտի չունենաս։ Հակառակվի իրան։ Գալիս այն մեղքիչ ժամանակը, որ ինքը ստիպում է, որ դու անես, չեմ ընդունում Հիսուսի անունով, դու հեռացի ինձանից։ Հակառակվել Սատանային։ Գիտեք ինչի, որովհետև եթե չհակառակվես, ինքը մի օր քեզ հակառակը համոզելու է։ Դրա համար մեզ պետք է ինչ անել, հակառակվել, չընդունել իր բոլոր գեղեցիկ առաջադրանքները, ոչ մի բան չընդունել, որովհետև նա ամեն բան պատրաստ է կեղծելու։ Հաջորդ ինչ է ասում։ Ասում է, որ հակառակվես, ինքը ինչ կանի, կփախչի։ Մի մտածի, որ չի փախնելու, փախնելու է։ Խոսքն է ասում, Աստծո խոսքի մեջ գրված է, հակառակվես, ինքը կտենա, որ գործ չկա անելու, քեզ չի կարողանում քո քոքից կտրի, արմատիցդ կտրի, թողալու եւ փախնի։ Շարունակությունը ինչ ասում, այ երբ որ ինքը գնաց, լսեք ուշադիր, այն Աստծուն, որին հնազանդվել ես, սկսի մտերմանալ իր հետ, մոտենալ իրան։ Որտեվ հնազանդվելը դեռևս մտերմություն չի։ Հնազանդվել նշանակում է ընդունել իշխանությունը, որն է ճիշտ է, մտերմություն ասում է, բայց որ պարագայում է ճիշտ։ Ինչն է ճիշտ։ Եվ արդեն ասում եմ, մոտեցեք Աստծուն եւ նա կմոտենա ձեզ։ Եթե մեղքից չհրաժարվես, չհակառակվես, դեն չշպրտես, չհակառակվես Սատանային, Աստծուն մոտենալու հնարավորությունը փակ է։ Շարունակություն։ Սրբեցեք ձեր ձեռքերը, ով մեղավորներ, սրբեցեք ձեռքերը, այստեղ մեղավորությունից ապաշխարության մասին է խոսում, եւ ձեր սրտերը մաքրեք, ով երկմիտներ կամ կասկածամիտներ։ Մի կասկածի Աստծո ճշմարտության վրա։ Աստծո ճշմարտությունը անհերքելի է, անխախտելի է։ Երբ որ Աստված մի բան ասել է, ուրեմն 100% իմացիր, որ դա տեղի կունենա։ Ամեն։ Համաձայն եք ինձ հետ։ Եվ այդ ամեն ինչից հետո ինչ է ասում, խոնարհվեցեք Տիրոջ առաջին, եւ նա կբարձրացնի ձեզ։ Խոնարհություն։ Մի բան, որ այսօր դիֆիցիտ է։ Այսօր ավելի շատ տեսնում ենք խոնարհություն անունի տակ մեծ հպարտություններ, քան բուն խոնարհությունը։ Կարող ենք, այո, մեր ունեցած մտայնությունները, մեր հասկացողությունները փորձել բաժնեկցել, կիսել ուրիշների հետ։ Ասել, որ գիտես, ես էլ էս տեսակ եմ մտածում, օրինակ ոնց ես կպատկերացնում, միանք չկա տես բան, մենակ էսա։ Չէ, սիրելիս, լիքը տարբեր ձևեր կարող են մարդիկ մտածել, եւ եթե ես մի բան գիտեմ, չի նշանակում դա ամբողջը գիտեմ։ Ճիշտ է։ Սաղմոս 25-րդ գլխի 14 համարում տեսեք ինչ է ասում։ Տիրոջ մտերմությունը նրանց հետ է, ով վախենում է նրանից, եւ իր ուխտը սովորեցնում է նրան։ Աստծո մտերմություն նրանց հետ է, ովքեր վախենում են Աստծուց։ Վախենալը սարսափելը չի, սա վախենալ բառը ակնածելն է։
ովքեր հարգանքից ելնելով, ընդունելությունից ելնելով զգուշանում են Աստծուց։ Ոչ թե վախենում, սարսափում ենք հիմա Աստված, չէ, հավատացնում եմ ձեզ, որ Աստված վախենալու Աստված չի, նա սիրո Աստված է։ Երբ որ մեր աչքերը մի օր հանդիպեն Հիսուսի աչքերին, երբ որ տեսնենք նրա վերաբերմունքը, նրա սերը հանդեպ մեզ, այն ժամանակ ոչ մի բան մեզ վախենալու չի թվա, այլ արժանի կլինի միայն հարգանքի։ Հալելույա։ Ուրեմն սիրելիներս, համոզված եմ, որ այսօրվա նյութը մեզ ինչ որտեղ պիտի սթափեցնի մտերմանալու Աստծո հետ։ Տեր, քո խոսքն եմ ուզում հասկանամ, քո մտերմությունն եմ ուզում հասկանամ։ Վերջապես դու բաներ կա, որ դու ինձ ուզում ես անմիջական ինձ ասես, իմ հետ խոսես։ Լավ, եկեղեցուն կարող ես ասել, ընդհանրապես հայ ազգին կարող ես ասել, Ամերիկային կարող ես, աշխարհին կարող ես ասել, բայց ինձ ինչ ունես ասելու։ Հիշեք, որ ամենաազդեցիկ բաները տեղի են ունենում փակ զրույցների եւ կարճ զրույցների մեջ։ Գիտեք ինչի։ Մի մարդ ասում էր, ես այդքան ժամանակ չունեմ, որ երկար խոսեմ։ Այդքան ժամանակ չունեմ։ Հավատացնում եմ իմ քույրս եղբայրս, այսօր նույնը նա։ Մի սպասեք երկար բաների։ Հեսա գիտես, որ նստանք ես։ Չէ, հերիքը Աստծո մի հատ խոսքը գա քո սրտի մեջ, քո աշխարհը կփոխվի։ Մտերմություն արա Աստծո հետ, ժամանակ տրամադրի։ Այսօր մենք շատ ենք համոզում մարդկանց, որ Աստվածաշունչ կարդան։ Ինչի չեք կարդում, չէ՞։ Հարց ենք տալ, ինչի չեք կարդում։ Դե ժամանակ չունեմ։ Գիտես, դու ժամանակ չունես մի բանի համար, որը քեզ է ժամանակից պետք է կտրի դեպի հավերժություն։ Դրա հավերժության համար ժամանակ չունենք, բայց ժամանակ ունենք, որ ուրիշ բաներով լցնենք այդ տեղը։ Ինչի չես աղոթում։ Էլի ժամանակ չկա։ Վստահ եմ, որ ես ու դու պիտի այս բանի մասին ավելի խորը մտածենք։ Վերջին համար ուզում եմ ձեզ նվիրեմ, սիրելիներ, որ գրված է Երեմիա մարգարեության մեջ 3-րդ գլուխ 4-րդ խոսքում, տեսեք ինչ է ասում։ Մտերմությունը ինչի է դա հասցնում մեզ։ Ասում է, ահա այսուհետև դու ինձ կանչելու ես ով հայրս, դու ես իմ երիտասարդության մտերիմը։ Հալելույա։ Կարող ես Տիրոջ ասել, Տեր, դու իմ հայրն ես ու իմ մտերիմն ես։ Դու ամենամոտն ես ինձ։ Մենք մի երկ ունենք, դու ինձ մոտ ես, քան ծովը իր ափին։ Դու ինձ քաղցրես, քան մայր իր որդուն։ Դու եկար, որ քաղցրացնես իմ դառը։ Դու եկար, որ հայտնես ինձ Աստծուն։ Տեր Հիսուսը եկել է, որպեսզի մենք մեր հարաբերությունը ունենանք, մեր մտերմություն ունենանք Տիրոջ հետ։ Եկել է, որպեսզի մեզ դարձնի մտերիմներ։ Մտերիմ մարդիկ իրար զգում են շատ արագ։ Դեմքի միմիկայից զգում են իրար։ Տխրությունը զգում են արագ, ուրախությունը զգում են արագ, սովածությունը հասկանում են, որ սոված ենք, պետք է հաց ուտենք։ Լացերը արագ են զգում։ Մտերմությունը այնպիսի մի բան է, որ չի ծախվում, չի վաճառվում։ Դրա համար ժամանակ է պետք։ Դրա համար նվիրյալ սիրտ է պետք։ Եկեք խոնարհենք մեր գլուխները Տիրոջ առաջ։ Մեր անձնաքննությամբ գանք Տիրոջ առաջ եւ խնդրենք, ասենք, Տեր, ուզում եմ, որ դու ինձ մտերմացնես քեզ հետ, ես էլ ուզում եմ, որ մտերմանամ քո հետ։ Անկախ նրանից, որ ինչքան բաց թողումներ ենք արել կամ դեռ կանենք էլ, չգիտենք ինչ կլինի, բայց մի բան ենք ուզում։ Թող որ մեր մտերմությունը քեզ հետ ավելի զորանա։ Շնորհակալ եմ քեզ, մեր սիրելի Թագավոր, մեր Աստված ու Տեր։ Շնորհակալ եմ, որ այն ժամանակ, երբ որ մենք օտար էինք քեզանից, դու Քրիստոսով մեզ հաշտեցրեցիր քեզ հետ։ Դու քո որդին ուղարկեցիր, որպեսզի մենք մեր կյանքը ընծայենք քեզ, մտերմանանք քեզ հետ քո սիրտը ճանաչելու համար։ Երկնային Հայր, իմ Թագավոր, իմ Աստված, աղոթում եմ, որ այս մտերմության, այս հարաբերության խորությունների մեջ մեզ տանես։ Եթե որևէ տեղ տկարանում ենք, ընկնում ենք, խնդրում եմ, բռնիր մեր ձեռքից, Տեր, եւ առաջնորդիր մեզ։ Քո սիրտը բաց մեզ համար, Տեր, եւ օգնիր, որ մենք էլ մեր սիրտը բացենք քո առաջ։ Տուր մեզ այնպիսի վստահություն, այնպիսի ճշմարտության վստահություն, որ մենք առանց որևէ երկմտելու անգամ վստահենք քեզ կատարելապես։ Շնորհակալ եմ քեզ, թող օրհնյալ լինի անունդ։
Բացի քո սիրտը, քույրս, եղբայրս, խոսիր Տիրոջ հետ։ Հալելույա։ Լսում է ոտնաձայները քո հերվից շատ հարազատ սրտի սարկերը գոչում են որ քոն է հանձնվում եմ քեզ ամբողջովին չեմ թողնում ինձ էլ ոչինչ քոն է Տեր խոսիր ինձ հետ քոն է Տեր քայլիր ինձ հետ քոն եմ Տեր բժշկիր քոն եմ Տեր ասատիր Տարածենք մեր ձեռքերը եւ ասենք նրան քոնն եմ Տեր, քոնն եմ Տեր, Տեր խոսիր ինձ հետ, քոնն եմ Տեր, քայլիր ինձ հետ, Տեր ես քոնն եմ բժշկիր Տեր, քոնն եմ ես ապրիր ինձ հետ Նորից ասենք նրան քոնն եմ, միասին ասենք քոնն եմ Տեր խոսիր ինձ Անցայինք մեր սիրտը իրեն եւ ասենք քոնն եմ Տեր Քայլիր ինձ հետ Տեր Քոնն եմ Տեր բժշկիր Քոնն եմ Տեր բժշկիր Քոնն եմ Տեր ազատիր ինձ Քոնն եմ Տեր ազատիր միայն քոնն եմ Տեր Քոնն եմ Տեր Տեր խոսիր ինձ հետ Քոնն եմ Տեր քայլիր ինձ հետ Տեր ես քոնն եմ Տեր ես քոնն եմ բժշկիր ինձ հետ Քոնն եմ Տեր ապրիր ինձ հետ Սիրելի Տեր, մեր ճանապարհները բերում են քո առաջ եւ ուզում ենք Տեր, որ դու մեզ հայտնվես։ Տեր, եթե այստեղ կարիք կա որևէ մեկիս համար հրաշքի, որ դու ցույց տաս քո սերը կրկին, քո մտերմությունը մեզ, որ դու այդքան մոտ ես մեզ, խնդրում եմ, որ դա կատարվի Տեր։ Թող այդ հրաշքը տեղի ունենա Տեր։ Դա կլինի բժշկության հրաշք, կլինի ֆինանսական հրաշք, կլինի աղբյուր բացել, կլինի բիզնես, կլինի աշխատանք, ինչ էլ որ լինի Հայր։ Աղոթում եմ Տեր, որ քո հայրական սիրտը, քո հայրական նվիրումը, քո վերաբերմունքը մեզ ցույց տաս այսօր։ Թող որ Տեր քո ժողովուրդը տեսնեն, որ դու սիրող հայր ես, որ դու աննման թագավոր ես, որ դու մտերիմ հայր ես, մտերիմ Աստված ես, որ դու օտար չես, որ դու հեռու չես մեզնից, դու ավելին մոտ ես մեզ, քան մենք կարող ենք պատկերացնել։ Շնորհակալ եմ քեզ։ Տեր, թող պատասխան լինի Տեր յուրաքանչյուրիս աղոթքին, թող փաստվի նորից Տեր, թող նորից կրակ վառվի մեր մեջ, Սուրբ Հոգի նորից բոցավառի մեր մեջ, այն հավատքը Տեր, որ մենք ունենք քեզ վրա, որ դու սիրելի Աստված ես, մեր հայրն ես, որ դու Տեր հոգատար ես, որ դու մատակարարող Աստված ես։ Շնորհակալ եմ քեզ, թող որ այս աղոթքի պատասխանը չուշանա Տեր։ Շնորհակալություն քեզ, թող հրաշք տեղա, թող ողորմություններ շարժվեն ով Տեր մեզ վրա, թող թափվի քո ներկայությունը մեզ վրա։ Շնորհակալություն քեզ, թող պատիվ լինի անվանդ Տեր, թող փառավոր լինի անունդ Հայր Հիսուսի անունով։ Հալելույա։ Շնորհակալ ենք Հիսուս։ Շնորհակալ ենք Հիսուս։ Կարող ես ինձ հետ այս աղոթքը քո բառերով, բայց ես ուղղակի միտքն եմ տալի քեզ, բայց քո բառերով քո աղոթքը արա Տիրոջը։ Կարող ես աղոթել, որ Տեր, թող ամեն կասկած վերցվի, թող ամեն անհավատություն քանդվի, կոտրվի ամեն պատ,
ամեն շղթա թող արձակվի, որ մեզ հեռու է պահում քո մտերմությունից։ Թող հավես չունեմ, ժամանակ չունեմ, չի ստացվում եմ, այդ բոլոր այդ բառերը, բոլոր պատճառները, Տեր, թող որ քո կրակի տակ մաշվեն, Տեր։ Եվ թող մեր մեջ բարձրանա փափակ մոտենալու քեզ։ Կարող ես Տիրոջ ասել, ուզում եմ մոտենալ քեզ։ Ուզում եմ մոտենալ քեզ։ Եվ դա թող չլինի որպես խոսք, դա թող լինի իրականություն։ Աստծո խոսքն ասում է մոտեցիր Աստծուն եւ նա կմոտենա քեզ։ Մոտեցիր, մտերմացիր այդ։ Հալելույա։ Միասին երգենք Տիրոջը։ Ուզում եմ մոտենալ քեզ, Հիսուս էլ ավելի, ուզում եմ ճանաչել քեզ, Հիսուս էլ ավելի, ուզում եմ մոտենալ քեզ, Տեր Հիսուս էլ ավելի, ուզում եմ ճանաչել քեզ, Հիսուս էլ ավելի, որքան մոտենում եմ քեզ, այնքան մեծ ես դու, որքան ճանաչում եմ քեզ, այնքան հասկանում եմ, որ սեր ես դու, որքան մոտենում եմ քեզ, այնքան բարձր ես դու, որքան ճանաչում եմ քեզ, այնքան հասկանում եմ նորովի քեզ, Տեր, որ սրբությունը քո չի բաժանում ինձ քեզնից, այլ ընդունում ես ինձ և չես մերժում ինձ քեզնից, ճանաչեցնում ես ինձ, որ սեր ես դու, գթած ողորմած, ինչ մեծ ես դու, որ սրբությունը քո չի բաժանում ինձ քեզնից, այլ ընդունում ես ինձ և չես մերժում ինձ քեզնից, ճանաչեցնում ես ինձ, որ սեր ես դու, գթած ողորմած, ինչ մեծ, Հիսուս միասին, Հիսուս, հրճակիր այդ անունը բարձր, բոլորս միասին ասենք, Հիսուս, Հիսուս, օրհնում եմ քեզ, Տեր, իմ ամբողջ էությամբ երգում եմ քեզ, պաշտում եմ քեզ, Տեր, հալելույա, Հիսուս, Հիսուս, բարձրացրու այդ անունը, քեզ սիրող, քեզ հոգատար, քեզ փրկող անունը դուր, Հիսուս, 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 մի աննման անուն, որ բարձր է ամեն անունից, Հիսուս, իմ փրկությունը, բժշկությունը, Տեր, Հիսուս, իմ զորություն, իմ Աստված, հալելույա, նորից ասենք միասին, Հիսուս, Հիսուս, ավելի հարուստ և օրհնյալ ծափահարություն նրան, այն մտերիմ Աստծուն, այն սիրելի Տիրոջը, որ նա սպասում է մեզ իր սենյակում, քո աղոթքի սենյակը ամենալավ տեղն է, որ կարող ես նրա հետ հանդիպել, մտերմանալ, եկեղեցին այն հրաշալի տեղն է, որտեղ կարող ես մտերմանալ Աստծո հետ, սուրբերի հաղորդակցություն ամենալավ միջավայրն է, որտեղ կարող ես մտերմանալ Աստծո հետ, ուրեմն ձեռքդ պինդ սեղմի Հիսուսի ձեռքի մեջ և իրան բռնիր, ինչ էլ լինի բաց չթողաս, ամեն, թող Հայր Աստծո սերը, Հիսուս Քրիստոսի առաջ շնորհքը և Սուրբ Հոգու գերազանց հաղորդակցությունը բոլորիս հետ լինի, ամեն, ամեն, Աստծո մտերիմներ, գնացեք առաջ, Տեր Հիսուսի անունով պտղաբերեք և օրհնվեք իր փառքի համար, ամեն, ամեն, Ձեռքերիդ մեջ է ամբողջ
չէի դեր քո